Երևանի ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից մեկում Շեգավիթում է եղել ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը։ Նարեկ Կարապետյանի խոսքով Շենգավիթը ժամանակին եղել է Հայաստանի գլխավոր արդյունաբերական կենտրոններից մեկը, որը ստեղծվել է հայ աշխատավորի ձեռքով։ Ներկա վիճակն էլ Կարապետյանը պայմանավորել է տարիներ շարունակ երկրի կառավարման ոլորտում թույլ տված սխալներով։ Կարապետյանի խոսքով անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինել արտադրամասերը եւ թարմացնել 20-րդ դարի կեսերից չփոխված ենթակառուցվածքները։ Ձեր բոլորի ծնողները, դուք նաև ժամանակին աշխատել եք, որպեսզի Հայաստանը վերածնունդ ապրի, որպեսզի Հայաստանը դառնա լավ ուժեղ երկիր։ Ժամանակի մեջ, ցավոք, մեր երկրի կառավարման սխալների պատճառով այն ամբողջ տնտեսական հզորությունը, որ Շենգավիթը ուներ, այն անծայրածիր գործարանները, որ ամբողջ աշխարհով մատակարարում էր իր ապրանքները, սխալ, թույլ քաղաքականության արդյունքում փակվեցին։ Այդ իսկ պատճառով այսօր Շենգավիթը Երևանում ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է։ Ինչ պետք է մենք անենք։ Պետք է 24 ժամ աշխատանքը եռա։ Գործարանները պետք է վերաբացվեն ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ոչ միայն ծիրանով, այլ հայ մտքի գործով։